Վերջին շրջանի ներքաղաքական ամենամեծ ինտրիգը կարծես թե հանգուցալուծվեց։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց չառաջադրվելու մասին։ Ծառուկյանի այս քայլը արժանացավ ամենատարբեր մեկնաբանությունների եւ գնահատականների։ Սակայն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ որոշ ինտրիգային էլեմենտներ կարելի ասել դեռևս պահպանվում են։ Այս հարցերի շուրջ ենք այսօր զրուցելու Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանի հետ։ Պարոն Ուրիխանյան, որոշ բարձրաբանումներ դուք արդեն տվել եք այս հարցի կապակցությամբ, մասնարարպես որ դա Գագիկ Ծառուկյանի որոշումն է կամ որ ԲՀԿ-ն առանց իշխանության գալու էլ օգտակար գործունեություն է ծավալում, կարծում եք որ այս բացատրությունները Ծառուկյանի պոտենցիալ ընտրողներին ու համակիրներին բավարարում են, այսինքն չկա ավելի համակողմանի, ավելի մանրամասն բացատրության կարիք։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հարցի համար եւս։ Ձեր նախաբանի հետ կապված մի ակնարկ ունեմ։ Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասեցիք կայացրեց որոշում։ Ինձ դա մի փոքր զարմացնում է, որովհետեւ ամենայնիվս ինձ առնվազն հայտնի չէ նման հանդիպում։ Առավել եւս հանդիպում, որը կարող էր ազդել, որևէ հանդիպում, որը կարող էր ազդել որոշման վրա, եւ ես անպայման բազմիցս դրա մասին խոսել եմ, անպայման որոշեցի այս անգամ եւս անդրադառնամ, ակնարկելով թերևս հակառակը այն նրան, ինչ ակնարկեցիք դուք։ Ու ակնարկների վերաբերյալ ուզում եմ նշել, որ առավել քան երբևէ այսօր ենթատողերում զգացվող, երևացող, օդում կախված, բայց չհնչեցվող, սակայն շատ-շատերի համար պարզ հարցերի պատասխանների մակարդակով ու պարզապես չշոշափվող այն իրականության, որը բոլորի համար հասկանալի է, մակարդակի վրա տրված են արդեն պատասխաններ այն ամենին, ինչ ժամանակին միգուցե եւ մինչեւ այս քայլը, մինչեւ այս որոշումը ոչ մինչեւ վերջ հասկանալի էր եւ հատկապես հանրության համար։ Եթե ինչ որ բան պարզ չեմ ասում, փորձեմ պարզաբանեմ։ Այն ինչ տողատակերի մասին խոսք չկա, հաջորդ հարցերս շատ ավելի բաց է, ընդհանրապես եղել են ճնշումներ, թե չեն եղել։ Իսկ դուք կարծում եք, որ նրանից հետո կամ ընթացքում, երբ որ մենք խոսեցինք, որ Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, որ Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ, համակարգային փոփոխություններ, կառավարման կարգի մեջ փոփոխություններ, ընտրական կարգում փոփոխություններ, առհասարակ այնպիսի փոփոխություններ, որոնք վերջին հաշվով երբևէ կդառնան շոշափելիորեն զգալի մարդկանց համար, հայաստանցիների համար։ Դուք մտածում եք, որ չպիտի լինեին ազդեցության փորձեր, որոնք որ ես գնահատում եմ որպես ազդեցության փորձ, նկատեք ես ճնշում բառը փորձում եմ չօգտագործել կոռեկտություն ճնշողների հանդեպ պահպանելով, ազդեցության փորձեր ընդ որում, որոնք որ իրականացվել են եւ այսուհետ եւս իրականացվելու են 100 հազարավոր մարդկանց նկատմամբ։ Ես այսպես եմ գնահատում ԲՀԿ-ի հանդեպ տարբեր գործողություն։ Շատ լավ, խոսեցիք մոնոլիտի, այսպես ասենք, ապամոնտաժման մասին։ Սակայն հարցս պարոն Ուրիխանյանին եմ ցանկանում ուղղել, օրերս ՀՀԿ-ի ներկայացուցիչը չէր բացառել, որ ընտրություններից հետո դարձյալ կարող է ճիրեմ ինչ-որ ձևաչափերով լինի համագործակցություն։ Ինչ կարող եք ասել այս կապակցությամբ, ինչ համագործակցության մասին կարող է լինել խոսքը։ Հնարավոր է դա, թե հնարավոր չի։ Շատ լավ հարց եք տալիս ինձ ընձեռելով հնարավորություն պարզաբանելու այն, ինչ ես ասել եմ, որովհետև շատ ցավոք սրտի աշխատանքի զգալի մասը գնում է հանրությանը լրատվամիջոցների միջոցով տեղեկացնելու ուղղությամբ, բայց մի ահռելի մասնաբաժինով ջանք, եռանդ, էներգիա ու ժամանակ հարկավոր է ծախսել այնուհետև պարզաբանելու, ճշգրտելու եւ դա շատ ծանր զզվելի աշխատանք է արդեն դառնում։ Ես շնորհակալ եմ, որ դուք տալիս եք այդ հնարավորությունը հավելյալ ռելիզներ տարածելու փոխարենը հիմա հնչեցնելու այն, ինչ ես ասել։ Նախ ապամոնտաժման հետ կապված իհարկե ամբողջ հարգանքով եւ գնահատականով պարոն Աբրահամյանի խոսքերի վերաբերյալ այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ ինքնանպատակ չէ իշխանության ապամոնտաժումը եւ ինքնանպատակ չի եղել երբևէ ԲՀԿ-ի մասնակցությունը
այդ համատեղ կառավարման գործընթացին ինքնանպատակ եղել Հայաստանում իրավիճակ փոխելը նորից եմ ուզում կրկնվել այն ինչ անընդհատ ասում եմ մարդկանց կյանքի որակի վրա ազդեցությամբ չի ստացվել, չի հաջողվել, բավարար չի եղել, այո, անշուշտ եւ դրա համար էլ ԲՀԿ-ն չի գնացել համատեղ կառավարմանը այս նոր ձևավորվող քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքում ձևավորվող նոր խորհրդարանի կամ չգիտեմ գործադիրի շրջանակներում եւ այլն։ Դրանից կարելի է բխեցնել նաեւ պատասխանը ձեր հաջորդ հարցին։ Թե ինչ կերպ կարող է լինել համագործակցությունը կամ կարող է թե ոչ։ Առհասարակ ԲՀԿ-ում կա այսպիսի մի համոզմունք։ Համագործակցություն կարող է լինել ժողովրդի տարբեր հատվածներ ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ, ում հետ նախ չկան սկզբունքային բարոյական հակասություններ եւ ում հետ համատեղ նախաձեռնությունները կարող են բխել Հայաստանի Հանրապետության պետության ժողովրդի շահից։ Համատեղ կառավարում կարող է տեղի ունենալ, եթե մենք մշտապես դրա մասին խոսվել է հատկապես վերջին շրջանում անընդմեջ, եթե մենք կաշկանդված չլինենք, սահմանափակված չլինենք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը իրականացնելու հարցում։ Այսինքն այլընտրանքային դիրքորոշումները չպիտի չեզոքացվեն, նախաձեռնությունները, քայլերը, օրենսդրական նախաձեռնություն եւ առհասարակ գործունեություն չպիտի կաշկանդված լինի որևէ համատեղ կառավարմամբ արդյունքում համատեղ կառավարում իրականացնելու արդյունքում առաջացած պայմաններով եւ հիմնավորումներով։ Երկրորդ, որևէ նախապայման չպիտի մեզ հրամցվի, պարտադրվի, առաջարկվի եւ այլն։ Ահա սրանք են հիմնական հարցերը, ընդ որում ես երբեք չեմ խոսել ոչ մի կոալիցիայի մասին, չնայած 1-2 լրատվամիջոց, թերթեր, կայքեր, երեք հաճույքով վերցրեցին այդ ձևակերպումը, սկսեցին մատուցել, ես չեմ խոսել, ես առհասարակ տվել եմ հետեւյալ միտքը ԲՀԿ-ն չունենալով սկզբունքային հակասություններ, չունենալով բարոյական խնդիրներ, չունենալով իրեն առաջարկված, հրամցված, պարտադրված նախապայմաններ եւ սեփական քաղաքականություն, սեփական կուրս իրականացնելու պարագայում կարող է թե համատեղ, թե ամբողջական, թե չգիտեմ, ցանկացած ձևաչափի կառավարմանը մասնակցել, բա քաղաքական կուսակցությունը իհարկե ձգտում է իշխանություն ռեալիզացնելու։ Ես բացառում եմ որևէ կոալիցիա կամ համատեղ կառավարման այլ ձևաչափ, եթե կարող է լինել ոչ կոալիցիոն, եթե մենք պիտի կաշկանդված լինենք, սահմանափակված լինենք, եթե մեզ պիտի հրամցվեն որոշումներ, եթե մենք չենք կարողանալու իրականացնել այն, ինչ մեզ պատվիրում է մեր ընտրողը ժողովուրդը, ու եթե ամփոփելով այդ ամենը չլինի դրան ժողովրդի հավանությունը։ Շատ լավ։ Հետևյալ հարցն եմ ուզում տալ մեր հարգարժան հյուրերին։ Քաղաքագիտական շրջանակներում մամուլում անընդհատ պատտվում է, շրջանառվում է նման մի պնդումը, նման մի գնահատական, որ վերջին ամիսներին առնվազն մեր քաղաքական դաշտին բնորոշ է ոչ հրապարակային քաղաքականության ծավալումը, այսինքն ամեն ինչ այսպես է, ամեն ինչ արվում է հանրության թիկունքում, ինչ որ գաղտնի պայմանավորվածությունների, գաղտնի հանդիպումների, չգիտեմ, մի դեպքում կոնգրեսում, մի դեպքում այսպես շատ տարածված է դարել արդեն կոնյակի գործարանում, հա, ԲՀԿ-ի պարագայում խոսում են, չեն հրապարակում, հետո ինչ որ ակնարկներ են արվում, այ հարցը հետևյալն է. ինչու հրապարակային քաղաքականություն, բաց քաղաքականություն չի տարվում։ Չէ, եկեք սկսենք դրանից, որ ձեր հարցը էլի լավ հնարավորություն է տալիս ներկայացնելու այն ինչ իրականում կա, նախ անպայման ակնարկեմ, մենք կոնյակի գործարանում երբեք չենք հավաքվել։ Ես դա անընդմեջ լրատվամիջոցներին ներկայացնում եմ, կոնյակի գործարանի ամբողջ ճարտարապետական համալիրի մեջ ճարտարապետական համալիրի կազմի մեջ կա մի բարձրահարկ աշտարակ, որը եւ կուսակցության կենտրոնական գրասենյակն է։ Ահա կուսակցության կենտրոնական գրասենյակում էլ տեղի են ունենում կուսակցական միջոցառումները, հանդիպումներն ու քննարկումները, դա մեկ։ Երկրորդ, իսկ ով ասեց, որ դա ճշմարտություն է, որ գործունեությունը հրապարակային չէ, որ դուք էլ հարցնում եք դեռ իսկ ինչու հրապարակային չէ։ Ոչ, հրապարակային է, անընդմեջ ես ինքս մեր մյուս բազմաթիվ գործընկերներ լրատվության հետ շփվելու պատասխանատվություն ունեցող լիազորություններ ունեցող մարդիկ անընդհատ լրատվամիջոցների հետ կապի մեջ են
Իսկ երբ է եղել որևէ հարցում ամենակենցաղային մակարդակի հարցից սկսած վերջացած լրջագույն բովանդակային հարցերով կամ, չգիտեմ, պարզապես հարցազրույց կամ հեռախոսազանգ ուղղակի ոչ հարցման ձևաչափի, որին չտրվի պատասխան։ Որևէ գաղտնիություն մեր մասով չկա եւ ես ձեզ ասեմ նույնիսկ հետեւյալը դուք եթե մի փոքր ավելի խորանանք ոնց եք պատկերացնում կարելի է անել ահռելի կազմով խորհրդակցություններ, ասենք քաղաքական խորհրդի նիստեր, օրինակ որտեղ քննարկվում են բոլոր հարցերը առանց բացառության եւ դրանք ինչ գաղտնիության ռեժիմի մեջ պետք է լինեն, որ փակ լինեն, չէ, ամենևին։ Որոշակի նկատ կներեք, որոշակի նկատառումներից, տակտիկական նկատառումներից ելնելով երբեմն ինչ-որ մի բան, ինչ-որ մի պահ ավելի ուշ է ներկայացվում, քան տեղի է ունենում։ Ընդ որում, կարծում եմ հանրությունը ըմբռնումով է մոտենում, լավ հասկանալով, որ մենք մեղմ ասած միայն կամեցողների շրջապատում չենք գտնվում քաղաքական դաշտում։ Վերջում խնդրեի շատ համառոտ, հա, յուրաքանչյուրը 1-2 նախադասությամբ այսպեսի մի կանխատեսում։ Առաջիկա քաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների համատեքստում։ Խնդրեմ։ Սիրով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակելու է մատուցել մարդկանց այն, ինչ մեզանից ակնկալել են եւ ակնկալում են։ Այն ամենն, ինչ մենք խոստացել ենք նախընտրական շրջանում խորհրդանական ընտրություններից առաջ, խոստանում ենք հնդածս, շարունակել ենք խոստանալ ու իրականացնել։ Նորից եմ ուզում կրկնել նույն խոսքերը մարդկանց կյանքի որակի վրա շոշափելիորեն զգացվող փոփոխությունների իրականացման ուղղված գործողություններ։ Նախագահական ընտրությունները ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության կյանքի քաղաքական գործընթացների, չգիտեմ, բոլոր ոլորտների հետ առնչվող բոլոր ոլորտների վրա ազդող եւ մոտ եւ հեռավոր ապագայում իրադարձություն է լինելու, կախված որակից, դրանից բխող եւ հետևանքներով հանդերձ։ Բարգավաճ Հայաստանը անշուշտ իր բոլոր հնարավորություններով հանդերձ, որոնք որ մեղմ ասած նվազ չեն եւ քաղաքական դաշտում եւ հանրային կարծիքի վրա ազդեցությամբ եւ օրենքով սահմանված լիազորություններով ու հնարավորություններով փորձելու է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մենք ունենանք լավ, որակյալ, նորմալ ընտրություններ, որպես արդյունք արտաբերող ընտրողի քվեն գոնե հնարավորինս ճշգրիտ եւ համապատասխան տեղի ունեցած քվեի հակառակ պարագայում ես չեմ պատկերացնում ինչ են պատասխանելու իշխանությունները մեր ժողովրդին առաջին հերթին, համաշխարհային միջազգային հանրությանը երկրորդ հերթին եւ իրենք իրենց վերահսկելու գործառույթ կփորձենք իրականացնել մենք եւ հույսով եմ, որ ամեն բան տեղի կունենա մեր երկրի համար հնարավորինս ավելի լավ դասավորությամբ եւ արդյունքներով։ Ահա սա որպես իրատեսական ոչ թե կանխատեսում, այլ գործողությունների ծրագիր։